Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Ձինայիդ նախագիծը։ Հերթական անգամ բացառապես երաժշտական թողարկում եմ ձեզ համար նախապատրաստել շատ սպասված հյուր ունեմ եւ վստահ կարող եմ ասել, որ նորությունները այսօր բնականաբար առկա են, բայց մինչ այդ շնորհավորանքներս օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ իհարկե Ձինայի 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ Տեղեկացնեմ, որ տեսահոլովակի սիմպաթիչնի տաղանդավոր երգիչը րոպեներանց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Սիրել եմ, սիրել եմ Դրախտային մի աշխարհ ես ինձ համար Ինձ էլ է դրախտների պարտեստար Դրախտային մի աշխարհ ես ինձ համար Ինձ էլ է դրախտների պարտեստար Թող ես տեսնեմ ծաղիկների մեջ նստած Որ դու լինես այդ պարտեզում մի աստված Թող ես տեսնեմ ծաղիկների մեջ նստած Որ դու լինես այդ պարտեզում մի Իսկ ես գերի դարձած քո սրտում Դու պերի ես ինձ համար այս աշխարհում Իսկ ես գերի դարձած քո սրտում Ասա ինչու ինձ էլ հետդ չես տանում Որ միասին շրջենք դրախտ պարտեզում Ասա ինչու ինձ էլ հետդ չես տանում Որ միասին շրջենք դրախտ պարտեզում Սիրել եմ թառնայարս Սիրել եմ անգին յարս Այ սիրել եմ անգին յարս Սիրել եմ ինու չարս Սիրել եմ թառնայարս Սիրել եմ անգին յարս Ես վստահ եմ, որ հենց հիմա ժամանցասեր հասարակությունը որակյալ երաժշտության սիրահարները ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, որովհետև հասկացել են, որ հենց ինքը Արման Խաչատրյանը ինձ մոտ տաղավարում է։ Արմ ջան, ողջույն։ Ողջույն Զինա ջան։ Ոնց ես։ Շատ լավ, իսկ դուք ոնց եք։ Շատ լավ։ Ես քեզ հետ շփվելուց առաջի հարցս տալիս եմ Արմ, դու քաղաքում ես, թե չէ։ Արման տենց սկսվել է էլի դուրս գնալ Երևանում մեկ օրով մնալ, ընտանիքին տեսնել գնալ, ի՞նչ է կատարվում մոտդ։
Շատ է գործերը դրսի։ Փառք Աստծո, կան գործեր։ Ապրիլի վերջը ոնց որ Հայաստանում չենք լինելու։ Չենք լինելու, քեզ հետ միասիրելի կան երգիչներ, თუ մենակ դու բենդ Չէ, բենդ չէ, բայց երկիչներ լինելու են։ երգիչներ լինելու են։ Եվ եթե գաղտնիք չէ, ուր եք գնում։ Ապրիլի 20-ին Մոսկվայի Լավաշ ռեստորանում տեղի կունենա իմ հերթական մենահամերգը։ Մենք փետրվարի 27-ին համերգ ունեցանք այնտեղ, որտեղ ես երգեցի ազգային երգեր, ժողովրդական երգեր, շատ սիրված կատարումներ, ոնց որ մարդկանց ցանկություններ, որպեսզի երկրորդ համերգը տեղի ունենա ու որոշեցինք, որ ապրիլի 20-ին կունենանք էլի գեղեցիկ համերգ։ Այսքանը։ Դրանից հետո ոնց հասկացա չես գալիս Երևան։ Գալիս եմ, ուղղակի Էլի նորից գնում ես։ թռնելու ենք։ Հա, որակյալ երաժշտության սիրահարները դրսում փաստորեն ավելի շատ են, կարոտած։ Ժողովրդական երգերին, աշխուղական երգերին ու առհասարակ մեր ազգային երգերին բոլոր տեղերում էլ կարոտում են, ուղղակի պետք է մատուցես դա։ Բայց քանի որ այսօր մի քիչ մեր Մի քիչ չէ, շատ։ շատ եկուզ մի քիչ ուղղակի ուզեցա այդպես անվանել դրան, տարօրինակ երգեր են մարդիկ երգում, ոչ հասկանալի երաժշտությամբ, դրա համար ես նպատակ եմ դրել, որպեսզի ազգային երգը ավելի շատ տարածենք, ավելի շատ երգենք ազգային երգը։ Իսկ կարոտելու առումով միանշանակ այդ աշխուղները այնպիսի երգեր են գրել, որ կարելի է կարոտել այդ երգերին։ Շատ լավ, ինպես այնտեղ լացկաններ շատ կան, որ երգում ես սկսում ենք լացել սկզբից մինչև վերջ։ Ուրախ երգել ես, երգում լացում ենք Արման։ Դա էլ մի բան չի։ Իդեպ շատ կայքեր գրել են, որ Ակոպովնային հուզեց Արման Խաչատրյանը, ես այնտեղ ասում որ Արմանը չի, Արմանի երգած երգը եւ կատարումը, թե չէ իմ ընկերներից միշտ խինդ ու ժպիտ են պարգևում, չեն լացացնում, էլի։ Եթե անկեղծ Զինա ջան, չեմ ուշադիր չեմ եղել մարդկանց ռեակցիաներին, որովհետեւ հիմնականում դալիճից դու երգում ես, լույսերը մութ վիճակում են լինում կամ թեկուզ միացված վիճակում, բայց այդ ժամանակ այդքան չես խորանում մարդկանց, բայց ինձ թվում է հուզված մարդիկ կլինեն, որովհետեւ այնպիսի երգեր եմ երգել, որոնք մարդու սրտին դիպչող են։ Մի հարց էլ տամ անցնենք տեսահոլովակին։ Շատ մեր ընկերներից, նաև երգարվեստի ներկայացուցիչներ ուզում են մեզ համոզել, որ կոմերցիան սա է։ Հիմա մենք գումար կարողանում ենք աշխատել այս երգով։ Ազգայինով չեն կարող գումար Կարող ենք, վաստակել։ իհարկե կարող ենք։ Ինձ թվում է ավելի շատ։ Ինձ թվում է թյուր կարծիք կա ազգային նկատմամբ, որ ազգայինը մրցունակ չի Այո։ կամ առհասարակ կոմերցիոն չի։ Ես համամիտ չեմ այդ մտքի հետ։ Ես էլ։ Հիմա անցնենք տեսահոլովակին։ Շատ իմ ընկերներ արդեն գիտեն, որ ես չեմ սիրում տենց story կամ էջում դնել, ասել եղբայրս շնորհավորում եմ քեզ, որովհետև ես ունեմ իմ, այսպես ասած, անկյունը, կարող եմ այստեղ ամեն ինչ անել, հա։ Շատերն էլ ասում են օրինակ այդպես բամբասակցին իր հետ լավ չես, որ story չես դրել։ Փաստորեն հետևում են, ես ում եմ ինչ անում։ Չէ, տեսեք, ես այդպիսի բաներին այտենց շատ ուշադրություն չեմ դարձնում։ Դա պարտադրված ինչ-որ բան չի, որ պետքա մարտանի։ Օրինակ ես էլ իմ ընկերներից մարդ կա, ում տեսահոլովակը իմ մոտ կիսվել եմ, բայց հետո եղելա, որ նորից տեսահոլովակ արել, ասել եմ լավ կանեմ ու մոռացել չեմ արել։ Պետք չի դրան այդպես նայել։ Իր այդ լավ էս թե վատ, չէ, չեմ ուզում այդ Բայց մենք իրոք լավ ենք, չէ՞։ Ես կորում, այնքան լավ, որ պրեմիերոն մենք ենք անում։ Բայց ես եմ, չէ՞, առաջինը եթերային։ Եթե ասես չէ, ուրիշ հարցեր եմ տալիս։ Շատ լավ։ Սկսենք սկզբից, եւ երգից, եւ այդ սիրուն գույնից, այդ ամեն ինչը կատարումը պատմիր։ Ուրեմն երգը մոտավորապես 2 տարվա պատմություն ունի։ Հեղինակը իմ ընկերներից Վարդան Գալստյանն է, ով շատ ու շատ հիթերի հեղինակ է։ Համ երաժշտության, համ բառերի հեղինակը Վարդանն է։ Գործիքավորումը արել է էլի մեր ընկերներից Աշոտ Պարսիլյանը, հայտնի շուտոն։ Տեսահոլովակը նկարել է էլի իմ ընկերներից Տիգրան Սաղաթելյանը, GT Friends Production-ի։ Այո։ Մնացած անձնակազմ էլի բոլորն էլ իմ ընկերներն են, բոլորն էլ շատ սրտանց սիրով մասնակցել են նկարահանումներին ու փորձել ենք շատ հասարակ փոքրիկ ինչ-որ բան նկարել ու կարծում եմ ստացվեց։ Շատ լավ։ Իսկ եթե ովքեր չեն տեսել ինչ որ համացանցը միշտ խեղդում եմ ես, միասին կազմակերպենք պրեմիերան, այնպես որ 21 TV-ի եթերում տեսահոլովակի պրեմիերա երգում է Արման Խաչատրյանը։
ախր մեղքս որն է որ դարձել եմ ես քո սրտի համար քաղցր մի կես լույսի շող նվիրեմ ես քեզ պարզապես որ աստղերի պես դու փայլես էլ ոնց սիրեմ քեզ որ կյանքդ շողա արևի պես երջանիկ եմ ես որ սիրում եմ քեզ իմն ես առաջինն եմ ես որ գրկում եմ քեզ իմն դու իմն ես աշխարհին այս մեծ շնորհակալ եմ ես որ իմն ես սրտիս միակ մտերիմն ես արի հիմա դու փակիր աչքերը քո մենք օրորվենք լուսնի ներքո այնքան մեծ է կյանքի սերը չեմ դիմանա ինչ ուշ երեկո էլ ոնց սիրեմ քեզ որ կյանքդ շողա արևի պես երջանիկ եմ ես որ սիրում եմ քեզ իմն ես առաջինն եմ ես որ գրկում եմ քեզ իմն դու իմն ես աշխարհին այս մեծ շնորհակալ եմ ես որ իմն ես դու իմն ես սրտիս միակ մտերիմն ես երջանիկ եմ ես որ սիրում եմ քեզ իմն ես առաջին եմ ես որ գրկում եմ քեզ դու իմն ես աշխարհին այս մեծ շնորհակալ եմ ես որ իմն ես դու իմն ես սրտիս միակ մտերիմն երջանիկ եմ ես որ սիրում եմ քեզ իմն ես առաջինն եմ ես որ գրկում եմ քեզ իմն ես աշխարհին այս մեծ շնորհակալ եմ ես իմն ես սրտիս միակ մտերիմն Դե ինչ հերթական սիրուն որակյալ եւ երաժշտություն եւ տեսահոլովակը ծնվեց 21 TV-ի նաեւ։ Եթերում բազմիցս կարող եք հենց մեր ծրագրի շրջանակներում դիտել, իսկ ես շնորհավոր եմ ընկերոջս։ Շնորհակալություն շատ։ Ես կներես սենց արտահայտում, ես սիրում եմ որ դու երգում ես։ Շատ դեպքերում որ մի քիչ ուզում եմ բալանսի գամ, ասում եմ մանավանդ որ առիթի ենք լինում, ասում կլինի Արմանը երգի նոր մնացածը։ Ես չի կանչել եմ ընկերոջս այստեղ գովաբանեմ, բայց ինձ կհասկանա նաև այն մարդիկ, ովքեր որ սիրում են այն երգերը կամ այն ձայները, ովքեր շաքարի պես կպնում են մարմնից։ Դա այդպես։ Հույսով եմ կգա մի օր, որ դու նաև երգը գրես մեր ծրագրի մասին, այդ վիճակների մեջ ասեմ, որ պատրաստվում ենք հիթ ունենալ մեր ծրագրի շրջանակներում, դա եթերից հետո։ Արմ, այս երգը արդեն դու առիթների ժամանակ բանտեն ինչ որ երգում ես, որովհետև ինձ թվում է այն որ սիրող սրտեր են լինում միանում են, տենց թեմայի շուրջ կարող ես երգել։ Տեսեք, քանի որ պրեմիերան համընկավ Պակի հետ, հիմա հարսանիքները այդքան շատ չեն, բայց ունեմ արդեն առիթ վերցրած, որտեղ պետք է առաջի տանգոյին երգեմ այդ երգը։ Մոտիկ է, սիրուն է։ Հա,
Շատ լավ։ Իսկ կիսատ գործ կար, որ կապ չունի քաղաքից դուրս ես, բայց պետք է վերջացնես։ Այո, հենց այսօր այս պահին, որ մենք եթերում ենք, այսօր երեկոյան ես պետք է նոր երգ ձայնագրվեմ։ Այս անգամ զուգերք է երգը։ Ռուսաստանաբնակ իմ ընկերներից Սերգեյ Պապիկյանի հետ։ Ընկերս է կոչվում երգը, դեռ աշխատանքներ են տարվում, բայց այսօր ես պետք է անպայման ձայնագրվեմ, որպեսզի մենք կարողանանք ապրիլի 30-ին տեսահոլովակը նկարենք Ռուսաստանում։ Ինչ ակտիվ գործունեություն ա քեզ մոտ սկսվել։ Թե միշտ սենց աղի ես չեմ իմացել։ Միշտ չէ, բայց այս տենդենց կա ավելի շատանալու Զինա ջան։ Շատ լավ։ Ես քեզ համար ունեմ բլից հարցեր։ Խնդրում եմ երկար չմտածես։ Վայ։ Որից հետո ես ուզում եմ դու մեր նոր բեմարդակի վրա երգես, կատարես երգ։ Իմ ուզած երգը Արման։ Okay։ Գնացինք։ Սև թե սպիտակ։ Սև։ Դառը թե քաղցր։ Քաղցր։ Սուրճ թե թեյ։ Թեյ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Կոնյակ։ Փող թե սեր։ Երկուսը միասին։ Հա։ Գցեց տեղը։ Քաղաք թե գյուղ։ Կարծում եմ երկուսը միասին կարող են պատճառաբանել ինչու, որտեղ առանց գյուղի քաղաքը գոյություն չի ունենա։ Շատ լավ։ Ֆիլմ թե ներկայացում։ Ֆիլմ։ Հոկեբանի թե ընկերոջ մոտ։ Ընկերոջ մոտ։ Ամառ թե ձմեռ։ Ամառ։ Ոսկի թե արծաթ։ Ոսկի։ Նախընտրած կենաց։ Չունեմ այդպեսին։ Լուրջ ես ասում, չեմ հավատում։ Այս պայն չեմ մտաբերում։ Շատ լավ։ Հայկական թե մեկ այլ խոհանոց։ Կարծում եմ հայկական։ Աստծուց խնդրում ես թե շնորհակալ ես լինում։ Հիմնականում շնորհակալ եմ լինում։ Շատ լավ։ Եթե չլինի կինն ու գինին, ապա ով կհաղթի տղամարդուն։ Ոչ մեկ։ Ոչ մեկ։ Շատ լավ։ Եվ վերջում հույսով եմ այս հարցին այդքան երկար էլ չես պատասխանի, մտածել ինչ պետք է պատասխանես, նախընտրած հեռուստահաղորդագրույի։ Իհարկե Զինա։ Նեղվում եմ, որ մտածում են էլի։ Զինա Կոպովնա։ Շատ լավ։ Արմ ջան, օրվա հոբելյարներին խոսքդ ուղի խնդրում եմ։ Սրտան շնորհավորում եմ բոլոր հոբելյարներին ու մաղթում եմ ձեզ շատ երջանկություն, առողջ լինեք, մի ժպտացեք։ Լավ օր ձեզ։ Հիանալի է։ Իսկ իմ սիրած երգը հատուկ ձեզ համար երգում է Արման Խաչատրյանը։ Հայրիկ, պատվելի ես դու այնքան, ուզում եմ քեզ այսօր պատմել ամեն բան, շատ կուզեի մոտդ լինեի ամեն ժամ, բայց իմացիր միշտ ինձ հետ ես անբաժան, շատ կուզեի մոտդ լինեի ամեն ժամ, բայց իմացիր միշտ ինձ հետ ես անբաժան։ Ախ երանի ունենայիք մի նոր կյանք, գուցե այն ժամ վայել էիք հոր սերը, նա իր սրտում խորն է պահում իր սերը, բայց իմացիր խրատներն են քո սերը, նա իր սրտում խորն է պահում իր սերը, բայց իմացիր խրատներն են քո սերը, լույսի նման միշտ մաքուր է հոր սերը, հույսի
լավ իմացիր խրատներն են հոր սերը նրա տված ապտակներն են քո սերը լավ իմացիր խրատներն են հոր սերը նրա տված ապտակներն են քո սերը խրատներն են հոր սերը նրա տված ապտակներն են քո սերը լավ իմացիր խրատներն են հոր սերը նրա տված ապտակներն են քո սերը նրա տված ապտակներն են քո սերը Քեզ համար է, ախ քեզ համար է ոսկե շող է սիրուն մատանին քեզ համար է, յար քեզ համար է